Գիտեք ինչ որ նկարագրում եք այդ շատ տրամաբանական է, սոցիալ հոգեբանական առումով, որովհետև հիմա ես նոր մտածում եմ իմ քաղաքական գործունեության մեկնարկի մասին։ Ես ինչքան էլ դա մի քիչ կարող է բան թվալ, տենց մի քիչ սխալ հնչել, ես իմ քաղաքական գործունեությունը, որպես երբ որ ես սկսել եմ հանրային գործունեությամբ զբաղվել, ես 7-րդ կամ 8-րդ դասարանում եմ եղել, եւ դա եղել է Ղարաբաղյան շարժման առիթը։ Այսինքն մենք դասադուլ ենք արել իմ եւ մեր խմբի կոչով մեր դասընկերները կոմերիտմության իրենց տոմսերն են դրել, դա կապված է եղել Ղարաբաղը։ Ես միջև այդ պահը չեմ իմացել ինչա ցույց, ինչա երթ եւ ընդհանրապես բնականաբար շատ բան չենք իմացել։ Եվ այդ վախը իմիջայլոց այդ ընկալումը ես նկատում եմ դա բնական է, որովհետեւ մեր ամբողջ քաղաքական ինքնությունը մեր ընկալմամբ կապված է եղել կոնֆլիկտի հետ։ Այդ որ մարդիկ ասել են առանց Ղարաբաղի չկա Հայաստան, ինչի համար են ասել։ Որովհետև ասել են պատճառահետևանքային ձեր նշած կապերը հասկանալով, որովհետև այո, դուք մի քաղաքական գործի մասին եք ասում, բայց ըստ էության քաղաքական հետազոտությունը ցույց է տալիս, ի վերջո շատ կան, եթե դուք ուսումնասիրեիք երրորդ հանրապետության պատմությունը, որտեղ Ղարաբաղյան շարժման տարբեր թևերը հետագայում իրար նկատմամբ քննադատական վերաբերմունք են ասում, Ղարաբաղյան շարժումը սկսել է Լենին պարտիա Գորբաչով, կարգախոսով եւ հույսը այն է եղել այն տրամաբանությամբ, որ Խորհրդային Միությունը, Կոմկուսը որոշում կկայացնի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին։ Հետո երբ որ տեսել են, որ դա տեղի չի ունենում, ասել են մենք այս տրամաբանությունը զարգացել է այնպես, որ եթե ուրեմն Խորհրդային Միությունով չի լինում լուծել հարցը, ուրեմն պետք է գնալ անկախության ճանապարհով, որ այդ հարցը լուծել։ Եվ այն ժամանակ էլ թևեր են եղել, այդ միջև հիմա էլ հիշատակում են, որ մի մաս կառուցությունին, որ ի սկզբանե իրենք ասում են, որ մեր նպատակը պետք է լինի անկախությունը, մյուս մասի համար նպատակը Ղարաբաղն էր, եւ հետո ինչ որ պահի խաչվեց, անկախությունը էլի դարձավ ոչ թե նպատակ, այլ միջոց Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այստեղ է որ ես երբ որ մենք խոսում ենք ֆորպոստի տրամաբանության մասին, ֆորպոստի տրամաբանությունը մենք հայ քաղաքական իրականությունը փոթորկվել է, երբ որ ռուսաստանցի մի բարձրաստիճան պաշտոնյա հայաստանցի մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի ֆորպոստ լինելու մասին։ Իրականությունը շատ ես այդ ժամանակ ակտիվ լրագրող էի, մեծ փոթորիկ եղավ Հայաստանում այդ հայտարարության առիթով։ Բայց հետագայում ես հասկացա, որ իրականում ուրիշները չեն մեր ֆորպոստ սահմանման հեղինակը, մենք ինքներս ենք։ Այսինքն ֆորպոստ ինչ է, հենակետ, այսինքն այո, եւ այդ մնացած տրամաբանության մենք Հայաստանի Հանրապետությունը մեր ընկալմամբ ֆորպոստ է մեր երազած հայրենիքը գտնելու համար, այսինքն մեզ համար բազա է, որպեսզի գտնենք մեր երազած հայրենիքը, բազա է, որտեղ մենք կենտրոնանում ենք մեր երազած հայրենիքը գտնելու համար։ Եվ սա մեր ճիշտ հասկացեք, ես էլի եմ ասում, դուք ասում եք, որ այո կան մարդիկ, ովքեր ես այդպես չեմ մտածել, ես էլ եմ այդպես մտածել, ես ձեր ասածի նման չեմ մտածել, որովհետև ես ինքս Ղարաբաղյան շարժման ծնունդ եմ։ Ես չգիտեմ, եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, ես քաղաքականությամբ կզբաղվեի, թե չէի զբաղվի, հանրային գործունեությամբ կզբաղվեի, թե չէի զբաղվի։ Եվ շատ կարևոր է այդ տրանսֆորմացիան ի վերջո, ես երբ որ տարբեր մարդկանց հետ խոսում եմ, տեսեք, ես խոսում եմ իրական Հայաստանի գաղափարախոսության եւ այլնի մասին, ես ասում եմ, ես ուրիշների մասին չեմ խոսում։ Ես իմ մասին եմ խոսում։ Ես փոփոխությունը, ես ուրիշներին չեմ կոչ անում, որ այդ փոփոխությունը տեղի ունենա։ Ես պատմում եմ իմ ընկալման փոփոխության մասին
Եվ այդ ընկալումն էլ այդ դավաճանության տրամաբանությունն էլ այդտեղից է գալիս, որ բա ըստ էության այդ խոսակցությունը իմ մեջ էլ կա, բա մի րոպե, բա դու Ղարաբաղի շարժման ծնունդ ես, հիմա ասում ես Ղարաբաղյան շարժում պետքա տեղի չունենա։ Այո։ Եվ այդ է պատճառը նաև, իսկ սա ինչ բացատրություն ունի։ Ինչն է այս բացատրությունը։ Սա ռևոլյուցիոների էվոլյուցիան է։ Այսինքն էվոլյուցիա հայերեն էվոլյուցիա է, ես որպեսզի դրա համար եմ ասում, այսինքն հեղափոխականի էվոլյուցիան է։ Երբ որ դու ի վերջո ու սա շատ իմիջիայլոց էվոլյուցիան ինչ է եւ ինչի մասին է։ Հարմարվողականության միջավայրին։ Չէ, բայց դա ինչի մասին է։ Որ ողջ են կենսունակության մասին է, որովհետև այսօր եւ կյանքի պատմությունը ինչա ցույց տվել։ Եղել են տեսակներ, որոնք կենսաբանության մեջ, կենսաբանության, կյանքի, քաղաքականության մեջ, չէ, ես էլ քաղաքականության չեմ անդրադառնում։ Եղել են կյանքի տեսակներ, որոնք վերացել են, որովհետև իրենք ի վիճակի չեն եղել էվոլյուցիա ապրել, որովհետև իրենք դա չի նշանակում, որ այսինքն իրենք չեն փոխվել, ապրել են նրանք, ովքեր էվոլյուցիա են ապրել, եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց դրա մասին է, որ վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է, եւ իմիջիայլոց եկեք մենք մեզ հիշենք 2020 թվականի սեպտեմբերին, 27-ից առաջ սեպտեմբերի, եկեք մենք մեզ հիշենք 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Եթե մենք այս էվոլյուցիայի ճանապարհը չանցնենք, մենք հիմա պետականություն չենք ունենա։ Այսինքն մենք հիմա եւ ես իմ ելույթում նշեցի քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում, ելի զուգահեռը բերելով, ես ասացի, որ այն ժամանակ ասել եմ, որ եթե մի քանի տարի մեր պետականությունը պահպանենք, մեր պետականությունը կպահպանենք տասնամյակներով։ Հիմա մենք մեր պետականությունը տասնամյակների հեռանկար ենք բացել, հարյուրամյակների եւ հարատեվության հեռանկար ենք բացել մեր պետության առաջ, որի միջայլոց 2018 թվականից մեր ռազմավարական թիվ 1 նպատակն է եղել։ Մեր ռազմավարական թիվ 1 նպատակը պետության հարատեվությունը ապահովել։ Ընդ որում 18 թվականին մեր ծրագրում էլ վերափոխման մասին կա, անհատական մակարդակում, որ վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, նաև խրախուսելի է անհատի վերափոխման մասին, այս մասին ձեր խոսելու ընթացքում որ մտածում էի, ուրեմն հանրային կյանքի ուրիշ ոլորտների, ուրիշ իրավիճակների մասին խոսելիս իմ ուսանողներից մեկը մի այսպիսի դիտարկում արեց, ասաց, որ մենք անդադար պահանջում ենք, որ մարդիկ չորեքշաբթի օրը մտածեն նույն բանը, ինչ որ մտածել են երկուշաբթի օրը, առանց հարցնելու, թե ինչա տեղի ունեցել երեքշաբթի։ Այսինքն այս քաղաքական հետևողականությունը պահանջում ենք, ակնկալում ենք, որ միշտ նախորդ ասածը այսօրվա երկուշաբթի օրվա ասածն ու չորեքշաբթին նույնը լինի եւ չենք հետևում, թե ինչ տեղի ունեցավ երեքշաբթի, որ այդ մարդու ասելիքը փոխվեց, ու սա Հայաստանի քաղաքական կյանքի բանն է։ Երևի խնդիրներից է, որ մենք անդադար քաղաքական հետևողականություն ենք փնտրում, բա դու այն ժամանակ սենց էիր ասում, հետո նենց ասեցիր, միշտ իրականում մենք պետք է հարցնենք, թե քաղաքական երեքշաբթի օրերին ինչ է տեղի ունեցել եւ միգուցե այն պատմություն, որ դուք պատմում էիք սեպտեմբերից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածը այդ երեքշաբթին է այդ իմաստով, թե ինչ մեզ հետ տեղի ունեցավ, թե ոնց մենք փոխեցինք էլի մեր հայացքը դրա նկատմամբ ու գիտեք ինչ կներեք, ես մի քիչ ձեր նշած օրինակը վատը չի, բայց ես սովորաբար մեկ ուրիշ օրինակ եմ բերում, երբ որ 10-րդ դասարանցում կամ 12-րդ դասարանցում հիշեցնում են, թե ինչպես էր ինքը 3-րդ դասարանում ոտանավոր արտասանում։ Ինձ միջև հիմա հիշեցնում են։ Չէ, ես նկատի ունեմ, հասկանում եք, այս շատ կարևոր բան է, որ իրենք որովհետև եթե դու 7 տարի հետո դեռ շարունակում ես այդ 3-րդ դասարանի քո ոտանավորը արտասանես, այս նշանակում է դու ընդհանրապես չես զարգացել։
այդ բանում Facebook-ում ինչ որ բաներ ա բերում, մեջբերումներ ա բերում, նկարով եւ այլով, որը այս վերջերս դասականներից մեկից մեջբերում բերել էր, ես վստահ չեմ, որ մեջբերումը ճիշտ է։ Համեկ օրինում են։ Հա, բայց ինքը նախադասությունը շատ լավ էր։ Նախադասությունը հնչում էր հետեւյալ կերպ, որ տգետը նայով չի փոխվում։ Այս շատ կարևոր բան է, բայց հիմա փոխվելու տրամաբանությունը ես էլի մի քիչ այլ կերպ եմ նայում, մեր այս իրավիճակը տրանսֆորմացիա։ Ես ոչ այնքան խոսում եմ փոփոխության մասին կամ փոփոխություն ես պատկերում եմ էլի նոր կտակարանի արտահայտությամբ, որ ասում է պիտի նայես եւ պիտի չտեսնես, որովհետեւ այն ինչ որ մենք հիմա գիտենք, հասկանում եք, դա օբյեկտիվ իրականություն էր նաեւ 10 տարի առաջ։ Եվ պիտի լսես եւ պիտի չիմանաս, այն ինչ որ մենք այսօր գիտենք, այդ կարող ենք լսում ենք, կարող ենք այդ կար օբյեկտիվ իրականությունը, կար նաև բանը, կար նաև 20 տարի առաջ։ Այդ ես օրինակը կարող եմ բերել, ասենք Պլուտոնը, ինքը վերջին մի քանի միլիարդ տարին եղել է իր տեղում։ Բայց մարդկությունը այդ ամերիկան հայտնաբերելու պես է, էլի։ Հա կամ Միացյալ Նահանգները, Ամերիկա մայրցամաքը եղել է իր տեղում։ Հասկանում եք։ Եղել է իր տեղում։ Հայտնաբերեցին վերածննդի շրջանում, բայց իրականում կար։ Բայց իրականում կար, այն ինչ որ մենք հիմա խոսում ենք, այդ ամենը կար։ Այդ ամենը 19-ին էլ կար, 18-ին էլ կար, 15-ին էլ կար, 10-ին էլ կար, 2000-ին էլ կար, 95-ին էլ կար։ Ինչի մենք այս ամեն ինչը չենք հասկանում, որովհետև երրորդ դասարանում էինք։ Ու տենց շարունակում ենք երրորդ դասարանում մնալ։ Այստեղ խնդիրը հետևյալն է։ Ես աշխարհը շարունակում է ընկալել որպես 7-րդ դասարանցի, որ Ղարաբաղի հարցով ցույց է անում Իջևանում եւ կազմակերպում է կոմերցիոն տոմսերը վայր դնելու կամ կոչ է անում կոմերցիոն տոմսերը վայր դնելու այդ process-ը։ Այսինքն սրա մասին է խոսքը, ինչ ենք ասում, որ սա նաեւ կյանքի հաղթանակ է, ծնկի գալով մեր զոհված, մեր ընկած եղբայրների հիշատակի առաջ եւ համարելով, որ սա 4-րդ հանրապետությունը մեծագույն հարգանքի տուրքն է նրանց զոհություններին, որովհետեւ այդ թվում նրանց զոհությունները մեզ ստիպեց նայել եւ տեսնել այն, ինչ որ մենք չենք տեսել ցավոք նախորդ շրջանի զոհերի զոհությունների